Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Անտիֆեքի հետ մենք ձեզ ներկայացնում ենք Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այս անգամ Պետրոս Ղազարյանի իրական եւ մեր վիրտուալ տաղավարում հյուրընկալվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Բաժանորդագրվեք Անտիֆեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, is donation alerts, Patreon, super chat եւ բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեկին այս եւ մյուս նախագծերը թողարկելու համար։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Բարի երեկո, պարոն Վանեցյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Դուք գնացել եք օդանավակայան կաթողիկոսի դիմավորելու ի պաշտպանություն։ Այդ բանավեճը բոլորս գիտենք, նա զավակ ունի, չունի, տեսեք, դրանից հետո երբ որ այդ թեման բացվեց, ընդդիմախոսները այդ թեմայի կաթողիկոսին սատարողները, այդ թվում դուք, ինչ ասես ասում են, որ սա մեր եկեղեցու դեմ է, որ սա մեր արժի համակարգի դեմ է, որ սա մեր ինքնության դեմ է, սա կաթողիկոսի դեմ է, հայ լինելու դեմ է, թուրքական պլան է եւ այլն, բայց ամենակարևոր հարցին չեն պատասխանում, դրա կարճ ձևը կա, ասում ես, որ այդպես չի, չունի եւ թեման փակվում է։ Այդտենց է, հա դրա ձևը Պետրոս։ Ասենք հիմա մեկ ասի, որ Պետրոսը այդքան դուրը չի եկել, որ իրականիկը Նիկոլի հետ սաղորը դպրոցների զուգարաներով, բաներով, քարշագալի բան են անում, հա, առանձնապես հետը հավաս չունի, մանա եկե քթել է իր անգերուներից մեկին, որը հիմա դիվանագետ է, դրա հետ սիլիբիլիների մեջ է, տենց բաներ է տարածվում, տենց խոսակցություններ կա, դե հիմա ասա, այդքան պաշտպանելու մեկը լինի ասի խեք մեր Պետրոսին էս բաներ ասում, խեք էս դիվանագետին էս բան, դրա ասելու փոխարեն հենա մի անգամից էլի հերքի պրծի էլի, ասես ամեն անգամ քո մասի մի հատ հերհյուրանք մեկը տարածի, դե մեկ էլ ասեք դե Պետրոս, դե ամեն անգամ հերքի պրծի էլի, չեք պաշտպանում այս մարդուն, չեք ասում չի կարելի, անձնական կյանքի տեղեկությունն է, հեռուստատեր վերջը հանրային հեռուստաընկերության հեղինակությունն է, միակ պետական հեռուստաալիքն է, հենա հերքի պրծի էլի, այտենց է հա ձևը փաստորեն Պետրոս քո պատկերացումներով։ Իսկ քանի որ որևէ մեկը չի հերքում, կարանք մենք եզրակացնենք, որ ունի։ Ես չեմ ուզում մտնեմ այդ խոսակցության մեջ։ Ես կասեմ հետևյալը։ Եկեղեցին ինքը պետք է լուծի իր հարցերը։ Չի կարող եկեղեցական հարցերը լուծվել եկեղեցուց դուրս։ Շատ լավ, բայց չեն լուծում, ասում են ձեր գործը չի, մենք իսկ ով է դիմել, իսկ դե որ ասում են ձեր գործը չի, ուրեմն քո գործը չի, վերենքի տեղը, դե լեն չես հիմա դու հարցը բարձրացնում ես, մի ցնդաբանություն մեկը դուս է տվե, դու այդ հարցը բարձրացնում ես, նայելով որ այդ հարցին վերաբերում, ասում ես ձեր գործը չի, որ ձեր գործը չի, ինչ պիտի անես պետք, վերենքն ես տեղը, չէ՞, բան չես նորից բզբզում։ Ով է դիմել եկեղեցուն եւ այդ հարցի հետ կապված բարձաբանում չի ստացել։ Լավ էլի պարոն Վանեցյան, ասենք ինչ դիմել, ասենք ով պիտի դիմի, ով իրավունք ունի դիմի։ Մեկը մի հատ հիմարություն դուս է տվել, իսկ ով ասում որ ընդհանրապես պիտի դիմեն։ Դու էլ բանը ձևը կթակ այդ խնդրի լուծման։ Ոչ մեկն էլ դիմելու իրավունք չունի, ոչ մեկն էլ ասելու իրավունք չունի։ Եկեղեցի չեն գնում որ բան դիմեն, պարզաբանումներ պահանջեն։ Եկեղեցին այդում են այն մարդիկ, ովքեր օրհնության կարիք ունեն, ովքեր մեղքերի թողության կարիք ունեն, ովքեր հաղորդություն ստանալու կարիք ունեն։ Այդում են խոնար, իրանց օրհնությունը ստանում են, գալիս են։ Չէ, մի հատ պետք է դա եկեղեցուց բացատրություններ պահանջեն։ Դուք էլ բանը գցում սրանց բեյնին։ Բայց ձևը դիմելու, մի րոպե, ձևը դիմելու այդպես չէ։ Իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, դու չես հասկանում, բլոգերա թե վարչապետ, ամեն առավոտ մի գրառում է անում։ Թրամփն էլ է գրառում անում։ Մի րոպե, մի գրառում է անում, որով ինչ որ մեղադրանքներ, սպառնալիքներ, շանտաժ, եթե հարց ունի եւ ինքը այդքան մտածում է եկեղեցու մասին, դրա ձևը կա։ Մի հատ նամակ է գրում։ Գրավոր դիմում։ Նամակ է գրում։ Լավ էլի պարոն Վանեցյան, նամակ է գրում։ Ղալաթանը որ նամակ է գրում։ Նամակ թող իր աշխատողները, թող իրաց գործոս զբաղվեն։ Էդ էլ ասելու բան չի։ Պետրոս, դու մի հատ բան կա, անեկդոտ կա, դու գիտես, որ ռաբինը այդ իրանց արարողության ժամանակ զաղ ժողովուրդը եկեղեցում նստած, խոսում, բան վերջում էլ ասում է որ մեկի կնիկը անբարոյական է։ Բանը, բունկերը։
Հիմա էլ այս մարդը լսում է, այդ հիմա ռաբինի մոտ ասում է, այ ռաբին ջան, դու տենց բան ես ասել, սաղ քաղաքը դրա մասին է խոսում, առավոտից ցիրիկուն սաղետ են խոսում, ասում է, հետո այ ախպեր ասում է, ես ամուսնացած չեմ, ես կնիկ չունեմ, ինչ կնիկ, ինչ բունկեր, ինչ է սախարներ։ Հիմա ասում է, դե գնա սաղին բացատրի։ Հիմա ձերն արա։ Մի հատ հիմարություն դուրս եք տվել, ցարցել եք այդ քննարկման առարկա, առավոտից ցիրիկուն ինչքան հյուրա գալի է, հանրային հեռուստաընկերություն, այդ հարցն է քննարկում։ Հետո էլ ասում, դե գնա հերքի, դե գնա հերքի։ Հիմա եթե մեկն էլ հերքի ասի, դե հիմա գնա դրա սաղին բացատրի։ Հիմա էլի ասեմ, այդ հարցը չի շարունակվի, չէ՞, եթե հստակ պատասխան ունենանք, օրինակ ես սպասում եմ, որ կաթողիկոսը կամ դուք որպես իր կողմնակից եւ նախկին ԱԱԾ պետք ասեք, չկա տես բան, մենք էլ շուտ կգանք իշխանությանը, կասենք հələ լսեք, նախկին ԱԱԾ պետ չպետք է ընդհանրապես, ես եթե նկատել եք ընդհանրապես չեմ խոսում մարդկանց անձնական կյանքի մասին։ Երբևիցե դուք չեք տեսնի, որ ես խոսամ։ Մի րոպե, սովորական մարդ եւ սովորական անձնական կյանք։ Սովորական մարդ եւ սովորական անձնական կյանք չի, սա եկեղեցի է, անջատ կառույց։ Եվ պարտավոր են այդ կառույցի վերաբերյալ հարցերը քննարկվեն բացառապես այդ կառույցում։ Մեր եկեղեցին չի կարող դառնալ թիրախի առարկա, չի կարող եւ վերջ։ Այդ ճիշտ է, թե չէ նամակ գրեք, պարզաբանում ուզեք, բան չէ լավ։ Այ հիմա արդեն բերի գցիկ տեղը պարոնվանից։ Հիմա արդեն նորմալ է։ Ով ուզում է լինի, երկրի ղեկավար կլինի, սովորական ինչ որ մեկը կլինի, հարցեր կա, դիմեք եկեղեցու։ Էլի տարավ դիմեք եկեղեցուն։ Կլինի մենակ այն սկզբի մասը ասեք պարոնվանից, այդ եկեղեցուն դիմումներ, բողոքներ եւ առաջարկություններ, այդ օրենքը դիմումներ, բողոքներ եւ առաջարկներ եկեղեցուն չի վերաբերում, դա մենակ պետական մարմիններին է վերաբերում։ Այսինքն ոչ թե պիտի եկեղեցուն դիմեն, որ պարզաբանում ստանան, այլ վարչապետին դիմեն, ասեն պարոն վարչապետ, քո ինչ գործն է, քո հիմնական գործը թողած կառավարության ծրագիրը չես իրականացրել, գնացեք կպել ես Հայաստանի Առաքելական եկեղեցուն։ Այդ դիմումը վարչապետին կարան ներկայացնեն, բայց եկեղեցուն չեն կարող ներկայացնեն, պարոն Վանեցյան։ Եկեղեցին իր չի դիմել, հրապարակային չեն դիմում։ Ինչու՞։ Ձև կա դիմելու, դրա նպատակը մեկն է, հեղինակազրկել եկեղեցին, ուրիշ նպատակ չկա։ Պարոն Վանեցյան, տեսեք, երբ որ ասում են, որ այ կաթողիկոսը կեղծիք արել, նա ունի զավակ, եւ չի ասել, եւ չէր կարող ընտրվել է, սա դուք ասում եք եկեղեցու դեմ է, հեղինակազրկում է, չէ՞, մեր ինքնության դեմ է եւ այլն։ Բայց դուրս է գալիս ինչ, երբ որ ասում ես կեղծիք կա, դու դեմ ես, երբ որ դու կեղծիքը կոծկում եք, այդ մասին չեք խոսում, դուրս է գալի դու եկեղեցու կողմից եք եւ մեր ինքնության կողմից եք։ Որևէ մեկը ոչ մի բան չի կոծկում, ես նորից եմ կրկնում։ Պարոն Վանեցյան ջան, դուք ստե նոր եք եկել, տեղյակ չկարողա տեղյակ չլնեք էլի, ես շաբաթը 2 անգամ սրանով զբաղվում եմ։ Էսի լավ չի հասկանում։ 20 անգամ ինքից մի անգամ ասել է, հարցրել եմ Պետրոս ջան, դու մի բանը քանի անգամից ես հասկանում, ինքը իր բերնով ասել է 20 անգամ։ Էսի դու կարող ես թվա թե մի անգամ բացատրեք պիտի հասկանա։ 20 անգամից պիտի դրա համար այդքան սրան ժամանակ մի հատկացրեք։ Ասենք ձեր ասելիքը, ասեք բրծեք, հասկանում հասկանա, չի հասկանում ջանդամ հասկանա։ Մեկը 20 անգամից պակաս հնարավոր չի։ Այտենց է։ Նոր ձեր մոտ գալուց առաջ, հենց նոր ձեր մոտ գալուց առաջ, մի խայտարակ մասկի շոու իրականացրին։ Ձեր անձնակազմին էլի բռնեցին։ Էլի մեր անձնակազմին բռնեցին։ Դա բանը, ոստիկանապետը փոխվավ, դա պիտի բռնեն, դա ադատ է։ Ոստիկանությունը մի հատ ադատ կա։ Ոստիկանապետը փոխվավ, Վանեցյանի թիկնապաներին պիտի բռնեն։ Դες մի հատ ադատ կա անդե։ Շատ պահպանողական է մեր ոստիկանությունը։ Շիրակի թեմի առաջնորդը պարոն Վանեցյան ռազմական հեղաշրջման կոչ էր անում, ոչ թե խմբեր ստեղծում, այլ ուղիղ ռազմական հեղաշրջման կոչ էր անում։ Այնպես որ եկեք չասենք որ բոլորին բռնում։ Ես չեմ լսել այդ կոչը անկեղծ ասած։ Դու, հա, Պետրոս, դու ասես մեր երկրում տես կոչեր անողներին չեն բռնում։ Ուղղակի են հյուսիսային տերևաթափը չէին բռնե, Սիսյանից Աշոտ Մինասյանին չէին բռնե, Վարան Բաղդասյանին չէին բռնե, Հարասկի խնձոր կծողին են բռնում, ըստ այդ տղա,
զոնտիկ գցողին են բռնում, որ մնաց թե ռազմական հեղաշրջման կոչը անեն, էդի մնա անպատիժ։ Խնձոր ասեն, գցում են չի էլ կպնում, այ մարդ, ասա գցում ես, բահարգիծե գցում ես, այնես գցի նպատակին տան։ Բեռնում են, ձերբակալում են, չէ, մեր երկրում սես կարաս, ալխային, ռազմական հեղաշրջումների կոչը որն է մարդ։ Լույսը բացված զավտրիկի մետ հեղաշրջում ես անում, նստում ես, դա շատ լիբերալ է, այս մեր իշխանություն, ախ վարչապետն էլ, այ մարդ, ասա մի քիչ ախրանայդ ուշադրություն դարձրու, ասա թող մի քիչ քեզ հսկենել, հելնում է, քայլում է, էդում են մոյկեքում, այն մոյկայի աշխատողներն այդ ջուրը պզզնում են վերեն, ըստ ասում են, մեկն ասում, արա մի պզզացրու, վարչապետն է ասում, հետո էդում են ավտոյի յուղերը փոխելու տեղը, մտնում այդ յուղերի արանքով, այնպես յուղը կսվում է երեսներին, այս կեղտոտ երեսներով դուրս է գալի, այ մարդ, ասա մի քիչ բանալ է, էլի քեզ ղեկավարի պես պահի, էլի, մի 30 հատ, 40 հատ ավտոյով շարասյուն սարքի, մի 50 հատ ոստիկանական ավտոները շարի հետ ճամփեքին, մի 2000 ոստիկան դիրս, այս քծի հետ մի քիչ ասա ուշադրություն դարձնել, արա, դիտես ժողովրդական կլինի, այ մարդ, այս բան կլինի, արա։ Կամ ասա, այն կնգատ այ մարդ, վերջը տես խելքի տեր կնի կա, տես դպրոցի դիրեկտոր կնի կա, տա գետների դպրոց բացած, այդքան տա գետ ունի սաղ մարզերում դալիճները լցում են տա գրետ, արա մի հատ ախրանան ինչա չես դնում այդ աղջկան հսկենարը, բա որ հանգարց հերի մի բան պատահի, վերցեն տանը միանի վրա, արա մի հատ ախրանան ինչա դրես աղջկան հսկեն, չէ մեր երկրում շատ չափից դուրս լիբերալ է էլ այդ հարցերը Պետրոս։ Մենք հիմա չենք քննարկում թե որ եկեղեցիականը ինչ ասել։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետության, էլի, ես ձեզ նույն բանն է դուրս գալիս, որ երբ որ մարդիկ ասում են, որ կա կեղծիք, որ նա ունի զավակ, դուք ամեն ինչից խոսում եք, հիմա ես էլ նոր բան ասում եք, դիմելու ձևը ճիշտ չի։ Պետրոս, հələ քեզ մի հատ ուրիշ բան ասեմ։ Ասում են, չէ՞, ասում են։ Ախպեր, գիտես չեն ասում։ Ասում են, որ Նիկոլի հերը Էլչիբեյն է, Աբուլֆազ Էլչիբեյը։ Այդ մեկն էլ ասում, մեկն էլ ասում է, «Տո չայ ախպեր ինչ Էլչիբեյ»։ Նկարը չեք տեսել, արա դա Տոշնի Փաշազադեի տղան է։ Ալա շուքյուր Փաշազադեի տղան է։ Մեկն ասում է, «Աջա ախպեր Փաշազադեն, արա մի րոպե, Նիկոլը որ թվին է ծնվել, 1975 թվի հունիսի 1-ին։ Այդ նշանակում է ինչ որ ելելա 1974 թվականի սեպտեմբերին։ Արա 74 թվականի սեպտեմբերին պարոն Պանեսյան, Ացեք, հələ մի հատ զբաղվեք, ինձ նախին գոլեգաներին ասեք, այն Էլչիբեյի ազատության մեջ էր, դա 75 թվին են բռնել։ Կարող է այդպես մի անշնորհք բան արել, դրա համար են բռնել, անունը դրել են քաղաքական բան, հալածյալ։ Բայց այդ դեպքում են Փաշազադեն էլ 74 թվին 25 տարեկան տղա է եղել։ 25 տարեկան տղան արդեն լրիվ պատրաստի։ Դե հիմա այդպես բաներ են ասում Պետրոս։ Դա մեր անվտանգության խնդիրն է, բա պարոն Վանեցյան, բա չի մանակ ասեն, մեր երկրի վարչապետի հերը հայ է թե թուրք է։ Վովանա թե բանն է, Աբուլֆազն է, կամ Ալա Շուքյուրն է։ Բա չի մանակ անվտանգության խնդիրը չէ, սովորական մարդ չէ, այ այն տահա, բան չունեմ, 17 թվին սովորական մարդ էր, ապրանք մի տեղի գցածել էր, բայց հիմա մեր վարչապետն ազգային անվտանգության խնդիրը։ Բա ասում եք անվտանգության մեր բան անձնական տվյալներ չէ, այ մարդ կարևոր բաներն ասեք իմանանք, հիմա այս մարդու հերն ով է։ Ասեք իմանանք, վերջի այդ հարցը փակվի է, դա թե չէ, մեկը սրա նկարն է դնում, մեկը դրան նկարը, մեկը ովա այդ նկարը դնում, ասում աղբեր նման չի։ Այն մեկն ասում աղբեր, տեսել ես աղբերերով իրար նմանել են, մարդ իր աղբերներին նման չի։ Էլչիբեյին դնում ես մեկին մեկ նման է, Փաշազադեին դնում ես մեկին մեկ նման է։ Այդ վերջի այդ հարցի պատասխանը տվեք բրզդենք, այ մարդ։ Սաղորը ժողովուրդ այդ մասին է խոսում։ Կամ են բանը, Արմենը Գրիգորյան։ Նկարը դնում ես, արա դնում է Էլչիբեյն է, այ ախպեր, արա տղեն էլ այդքան հորը նման կլի։ Արա տղեն այդպես տեսել ենք այդպես բաները, բայց այդպես բան է ալնում։ Դե հիմա գնացեք, երկեք, հաստատեք, ինչ եք անում հիմա։ Ասում է, չէ, շրջանառում է, վերջը պետք է հարց լուծում տրվի։ Բայց էլ է հարց, Պետրոս։ Դու ես ասում, յանել են ասում։ Նոր հարց չի, ես ասում եմ եկեղեցիական հարցերը լուծում են եկեղեցում։ Հա, թող եկեղեցում իրանք չեն ասում բերեք մենք լուծենք, իրանք ասում են լուծեք այդ հարցը, բայց իրանք ասում են դա սխալ հարց է։ Սխալ է, բայց ասես ախպեր։ Մարդ դու տղա ունես, հիմա ասենք թե ասենք ոնց կարելի է այդալ հարցնել ասենք թե Նիկոլ Փաշինյանին հարցնել ասել այդ 4 երեխայի հերություն ես ճանաչել։ Ոչ ամուսնացած եկել է, ոչ բան եկել է։ Ումն են արա դրանք։ Ումն են։
1000 խոսակցություններ դրա հետ կա։ Հիմա ասենք թե եկավ սա պարզվեց, կարող է պարզվի Նիկոլ Փաշինյանն է կուսակրոն, Պետրոս։ Հա, բա մեր էլա կանգնած ճշմարտությունը ենթադրենք, ասած պարզ նոր իմանում ենք ինչ է։ Բասիկ իմանանք։ Նույն բանն է դուրս գալիս, որ երբ որ մարդիկ ասում են, որ կա կեղծիք, որ նա ունի զավակ, դուք ամեն ինչից խոսում եք, հիմա ես էլ նոր բան ասում եք, դիմելու ձևը ճիշտ չի։ Նոր բան չի, ես ասում եմ եկեղեցիական հարցերը լուծում են եկեղեցում։ Հա, թող եկեղեցում իրանք չեն ասում բերեք մենք լուծենք, իրանք ասում են լուծեք այդ հարցը, բայց իրանք ասում են դա սխալ հարց է։ Սխալ հարց է, սխալ դիմելա ձև է։ Պարոն Վանեցյան ջան, եղբայր չի հասկանում։ Պրոգրաման է տվել են, գցել են ջանետ, ինչ ես, դու ուզում ես սրան բան բացատրես, որ սա հասկանա։ Դա հիմա չի հասկանում, ինչ անես։ Հիմա այս մարդը, ասենք թե չի հասկանում, որ մեր երկրում գոյություն ունի սահմանադրություններ ունի 34 հոդված։ Կոչվում է անձնական տվյալների պաշտպանությունը։ Յուրաքանչյուր ոք, չի ասում հոգևորականը, գիտնականը, սպորտսմենը, լրագրողը, զինվորականը, տնտեսագետը, բիզնեսմենը, յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք։ Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով, սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքերի առկայությամբ։ Հիմա ասենք թե դու ասում ես, գիտես չի, սահմանադրություն կա այս երկրում, կարգ կա, կանոն կա, այ ախպեր։ Չի հասկանում, առեկապել են եկեղեցուն, չէ։ Հիմա մեկը սրան գնա ասի, ինչ գործ ունես դու, Նիկոլ, հայաստանյաց առաքելական եկեղեցու հետ։ Հայեր են դրան դավանում, այ հայերը կաթոլիկ եկեղեցուն են դավանում։ Հիմա գնաս կպնես Հռոմի պապին, ասես, Լևոն 14, հլմա տարիցն է, այ ախպեր։ Այդ ինչ պատմություններ ենք էլ լսում, ախ, այդ ինչեր են խոսում։ Այդ քահանաներից, այդ կարդինալներից, այդ չգիտեմ, այդ ինչ պատմություններ է, կամ գնացիք փակվակ այդ վանքի մեջ ծուխահանիկ հելակասի Հռոմի պապը, տենց են, տենց ընտրությունն ալ, բլմատ եկեք Նիկոլ Փաշինյանն ու Պետրոսին զեկուցեք։ Բա մենք պետք է իմանանք, այ մարդ, 1000 բան են խոսում, պետք է իմանան այս մարդիկ։ Բա, այսս, այնսի սրանց խելքն է։ Եկեղեցուն դիմելը դուք ասում եք հերինակազրկում, հա։ Իսկ արդյոք այդ կասկածը, որը չի հերքվում ոչ մի ձև, չի հերինակազրկում, պարոն Վանեցյան։ Փաստորեն, պարոն Վանեցյան, սրան 40 անգամ, 20 անգամ բացատրել էլ կարող է օգուտ չի տալի, պետք է 40 անգամ բացատրենք, այդ 40 անգամ բացատրելու անուն էլ դնենք Պետրոսի քարսունք։ Պետրոսի մի բան բացատրելը կոչվում է 40 անգամից, կոչվում է Պետրոսի քարսունք։ Մի հատ էլ հոգևորական կանչենք, ինչ հոգևորական կուզես գա Պետրոս ջան։ Կուսակրոնելի թե սովորական։ Թե կուսակրոնելի ուխտը խախտածելնի։ Ոնց է քեզ պետք ախպեր։ Չնայած որ կուսակրոնի ուխտը խախտած չլի, դու ահագին հյուրեր չերել ունենա, ասեմ քեզ իմացի։ Հիմա ասենք թե որ ինչ ձևի հոգևորական ես ուզում, որ գա քեզ մի հատ Պետրոսի քարսունք անենք։ 40 նկատի ունեմ 40 անգամից բացատրենք, էլի։ Այդ հարցադրումը դա լեգիտիմ չի, չկա այդ կասկած։ Ով ասել, վերակացել Նիկոլ Փաշինյանը մի հատ ինչ-որ արտահայտություն արել, ու դրանից ելնելով պետք է մենք սաղս նստենք, մտածենք, թե այդ խիա տես բան ասե հերքենք, դե թող իրանք էլ հերքեն, դե թող հիմա հերքի Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը չի հանձնել նախորդ պայմանավորվածության արդյունքում Ադրբեջանին 4000 եւ ավել երեխեքի գլուխ չի կերել Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով ու մինչեւ այսօր էլ զիջումների ա գնում չգիտեմ ինչ որ սրա նրա պահանջով։ Լավ, այդ հելը Վանեցյանի գո։ Իմ կողմից էլ Պետրոս։ Մեկը հելը լա ասում է աղբեր ջան, չիմացեք, իմացեք, ուրեմն ասեմ իմացեք։ Պետրոսի հերը թուրք է։ Անունը գիտեք ինչ է։ Ասկեր Կուրբանով։ Դե հերքեք աղբեր։ Հերքեք։ Գնա հերքի։ Հերքի դու այդ կասկածները վերանա։ Մի հատ մարդ, հերելա։ Աղբեր, բա իմացել եք ինչ է, հա։ Պետրոսի հերը թուրք է։ Ով է։ Ասկերը։ Ասկերն ով է։ Ասկեր Կուրբանովը։ Բահո։ Արա բանտես բան կլինի այ աղբեր։ Բա հերքեք։
Հիմա պիտի թանք Պետրոսին դնաթ անենք, այդտեղ մանգանք, Ասկեր Կուրբանովին գտնենք, դնաթը վերցնենք, բերենք, ստուգենք, հերքենք, որ այդ կասկածները վերանա, թե չէ, Պետրոս խայտարակվի, հանրային հեռուստաընկերությունը սաղ խայտարակվեն։ Այո, քո ասած է դա, ես չեմ ասում, որ քո հեր Ասկեր Կուրբանովն է։ Բայց մեկը որ այդպես բան ասի, հետո իմուստել ասի դե գնա հերքի։ Չես ասել, որ դու ապուշ ես։ Բայց հիմա մենք քեզ այդ ենք ասում, արա, ասում ենք, դու ապուշ ես, արա, այդ ինչ ես կապել, ասեք, մարդը կուսակցության ղեկավար, ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, կես ժամը նստած դու մենակ հարցնում ես, ասում ես, տեղի մեկը մատ էշություն ա դուս տվել։ Հիմա դա ոնց հերքենք։ Դուք հիմա չեք ուզում, որ եկեղեցին ասի, որ չկա նման բան, սուտա վարկաբեկում։ Ես հավատում եմ Աստծուն, ես հայ առաքելական։ Մի րոպե, ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ եւ ես անվերապահ խոնարհումով գնալու եմ եկեղեցի եւ բոլոր հոգեվորականների իմ ասած է դա ինչ կապ ունի։ Այն կապ ունի, որ դուք ոչ լեգիտիմ հարց եք տալիս։ Ասում եք հարցը լեգիտիմ չի, ես խոնարհվում եմ, ես գնամ եկեղեցի, կաթոլիկոսի եկեղեցու ղեկավարն, Արցախը հանձնել ենք։ Այս հարգելին ինձ նկատի ունեք, չէ՞, պարոն Վանեցյան, եթե ասում եք հարգելի պարոն Ղազարյան, խոսարան նկատի չպիտի ունենաք, եսի Պետրոսն է։ Պետրոս, հիմա դու լսի, մատ ուրիշ օրինակի վրա քեզ բերեմ, որ այդքան խորացել ես այդ թեմայի մեջ, դες տարբեր օրինակներով քեզ բացատրեմ։ Դու աշխատել ես կենտրոն հեռուստաընկերությունում, ճիշտ է։ Հիմա կենտրոն հեռուստաընկերությունում քո աշխատած ժամանակ Նիկոլ Փաշինյանը քեզ ասել է, որ դու Նատաշկա ես։ Դաժե ասել է, թե ում Նատաշկան ես։ Լավ չեմ հիշում ում ասե, բայց դե պարզ է, ասենք ում պիտի նկատի ունենալ։ Ասել է, որ դու դրա Նատաշկան։ Հիմա այդ Նատաշկան էլ ինչ իմաստով են ասում, ասենք որ ասում են Նատաշկա բան, չէ՞, տենց բանին Տոմպելու։ Հիմա ես ուզում եմ քեզ հարցնեմ, որ դու կենտրոն հեռուստաընկերությունում աշխատել ես։ Այն նրան, որ քեզ Նատաշկա է համարեն, որում Նիկոլ Փաշինյան է։ Քեզի դոմպել են թե չէ։ Ապեր դες խոսակցություն, դες բան են խոսում։ Հերքի։ Հերքի, ապեր, հեր մի ձևի ցույց տու, մի ձևի ապացուցի, ասա որ չէ, ախպեր։ Չեն արել ինձ այդպես բան։ Ուրիշ բան են արել։ Դե ասա։ Դե ասա։ Հերքի պրստենք այ ախպեր այդ խոսալ, այդ կենտրոն հեռուստաընկերության, այդ էջը, որ համարվի փակված։ Թե չէ հազար բան են խոսում, ախպեր, ուրիշ բաներ են ասում, էլ ամեն բան չենք ասում։ Ասում են։ Հերքի, пожалуйста, պարոն Վանեցյան, սպասեք թե մատ հերքի։ Հա, ինչի լրվար արա, ինչի լրվար, չես կարում հերքես, բայց եթե դու չես կարում հերքես, ուրիշը ինչի պիտի ապուշություններ հերքի, հələ այդ ինչ որ ասում եմ կարող է պատահի այնքան էլ ապուշություն չի։ Չէ, իմիջայից, հենց նույն եկեղեցի մասին, տեսեք, 20 տարի, պարոն Վանեցյան, դուք էլ ԱԱԾՊՏ եք եւ այդ փաստում եք, որ մեր մոտ ընտրություններ են կեղծվել, ձայներ են գողացել, փողեր են գողացել, արդարադատություններ են գողացել երկրից։ Եկեղեցին լռությամբ եւ անտարբերությամբ այս ամեն ինչը այս ամեն ինչին սատարում էր։ Դա խնդիր չէ։ Ինչով էր երևում սատարումը իր լռությամբ։ Իր լռությամբ։ Մի րոպե, պարոն Վանեցյան ջան, ես սրան լբան պետք է հիշեցնեմ։ Լսի, այս իշխանությունների օրոք, այս ընտրությունների արդյունքները կեղծելու, ձայները գողանալու, փողերի լվացման, չգիտեմ ինչի համար, այս իշխանությունները գիտես ում են ձերբակալել, տարել են, կալանավորել են, քրեական վարույթ են նախաձեռնել։ Գիտես ում։ Չգիտես։ Գագիկ Ծառուկյանին, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահին։ Այն իր տնից որ ղազագրեր էին հանել այդ ընտրությունների հետ կապված։ Այդ ղազագիր գրողներից մեկը հիմա ՔՊ-ի ցուցակով ընտրված ազգային ժողովի падգամավոր է։
Դու եղել ես Գագիկ Ծառուկյանի հիմնադրած կենտրոն հեռուստաընկերության մեկնաբանը, այսինքն այդ ամեն ինչը ինչ որ արվել է, ըստ քրեական գործի։ Հələ իհարկե Գագիկ Ծառուկյանի մեղքը ոչ մեկ չի կարացել ապացուցի, որ ընտրակեղծիք այլ է, ոչ մեկ չի ապացուցել, բայց այն մեղադրանքը, որ դու ներկայացրել են, դու եղել ես դրա քարոզողը, դրա անողը, այդ ամեն ինչի մասնակիցը, այդ էլ քեզ համարել ես քիչ, գնացել ես այդ նույն կուսակցության երկրորդ համարի տեխնացուով, դառել ես ավականու անդամի տեխնացու։ Հիմա դու եթաս, ձայները գողանաս, ըստ քո ասելու, փողերը լվանաս, չգիտեմ, կեղծիկները անես, եկեղեցին է պատասխան տա։ Այսինքն դու մեղքը գործես, եկեղեցին ինչ կապ ունի ընտրության հետ։ Ընտրության հետ դու ես կապ ունեցել, համ քարոշություն ես արել, համ տեխնացու ես եղել։ Հիմա եթե մի գալատ արել ես, ես դու մնացած բոլորս, երբ որ մի գալատ ենք անում, ոչ թե մենք եկեղեցուն մեղադրում ենք, ասում ենք, արա մենք գալատ ենք արեն, ինչ եք թողել մենք գալատ անենք, այլ գալատ անելուց հետո, այդում ենք եկեղեցի, մեղքերի թողություն ենք խնդրում, այդ մեղքերի թողությունը ստանում ենք, օրհնություն ենք ստանում, գալիս ենք։ Արա այսքան եկեղեցի է կառուցել Ծառուկյանը, գնա այդ եկեղեցիներից մեկը ասա մոտեցի քահանային, ասա քահանա ջան, գալատ եմ արել, ախպեր ջան։ Սենց եմ արել, նենց եմ արել, նենց եմ արել, ինձ են արել են, նանանան։ Ուզում ես շատ բան մի էլ ասա։ Մտքում էդ պահի, ասա ես էլ եմ գալատ արել, ինձ էլ են գալատ արել, եկել եմ մեղքերի եկեղեցին դրա համար է, որ ոչ թե դու մեղադրես եկեղեցուն, այլ ինքդ գնաս եկեղեցում մեղքերի թողության։ Հասկացար հիմա։ Արա ես էդի 40 անգամ ասող չեմ, ուզում եմ 40 քտելի, ուզում եմ տարի տլի։ Երբ որ գողանում են, եկեղեցին պետք է ասի մի արեք։ Երբ որ ձայն են գողանում, եկեղեցին պետք է ասի մի արեք։ Երբ որ փող են գողանում բյուջեից, եկեղեցին պետք է ասի մի արեք։ Հիմա ինքը նստած պարոն Վանեցյան, գիտես ինչ աշխատավարձներ է ստանում։ Ես եկամուտների մենակ հայտարարագիրն այնպես միլիոններ։ Ինքը ստանում է, կնիկը ստանում է, առանց երկիրը վարի են տվել, փողերը ստանում են։ Եկեղեցին դու կամ ես ասի, հրան չեք գողանում այս երկրի փողերից, միլիոններն չեք գողանում։ Չի ասում եկեղեցին։ Մեղավոր է եկեղեցին։ Այ քեզ խելք։ Նայեք, եկեղեցին նաև քաղաքական գործունեություն է ծավալում, պարոն Վանեցյան։ Բելարուսի նախագահը ասում է Ալիևին ինչ լավ ծրագիր իրականացրեցինք Արցախը տարանք։ Զենք է վաճառում։ Հիշում եք բան գագաթնաժողովին հապ, ստեղ ասես գնացեք Ալիևին տեսեք ինքը ոնց կասի գլուխները հետ կա լսեք։ Դրանից հետո վարչապետը ասում է մենք այդ երկիր չենք գնա։ Հետո գնում է Կարմիր հրապարակում, նստում է կողքը չայ է խմում։ Այնտեղ չայ չի խմում, այնտեղ պրոտոկոլով նստացել են, կողքը նստել է, դրա մեջ վատ բան չկա, դա Բելարուսը չէր, Մոսկվան էր։ Լսի, շատ բան չես հասկանում մի խոսքը։ Լավ էլ ինա դու տարե նստացրել են։ Նախորդ զորահանդեսին նախագահների արանքում նաև այդ պրոտոկոլով վետերաններ էին նստացրել։ Այս անգամ չեն նստացրել վետերաններին, որպեսզի լավ էլ Նիկոլը նստացել է Բելարուսի նախագահի կողքը։ Չէր նստում, թող չնստեր։ Դենամ կարար չնստեր։ Հələ դի կողքն են նստացրել։ Դե ինչի վրա են նստացրել։ Այդ արդեն պրոտոկոլով չի, այդ ուրիշ բանով է։ Ալենին որ հարցնես կասի։ Կաթողիկոսը ընդգծված այդքանից հետո գնում է Բելարուս։ Սա պետության դեմ չի։ Արա այսօր լրիվ էս իրան խայտարակ ես պարոն Վանեցյան։ Լուրջ եմ ասում։ Այդ ուրիշ ժամանակ մեկ իրան նորմալ է պահում, գիտեք, չէ։ Երբ որ ասենք դուք ընդդիմադիր գործիչ եք, էլի որ իշխանական գործիչներ են ելնում, ընդդիմությունից մեջբերումներ անում, դες մի քիչ մարդու տպավորություն է դու։ Այսօր լրիվ սա իրան խայտարակ ես։ Լրիվ մի տագետ էլ, ասենք, տագետ ու Պետրոս բառերը որ գումարես իրար, ինչ հաստատում։ Տգոս։ Այդ տգոս։ Հիմա որ ասում ես եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում։ Քաղաքականությամբ գիտես ոնց են զբաղվում։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով։ Այնտեղ ասում է քաղաքականությամբ կարան զբաղվեն միայն քաղաքական կուսակցությունները, որ արգելվում այլ կազմակերպություններին, այդ թվում կրոնական կազմակերպությունների զբաղվեն քաղաքական գործունեությամբ։ Քաղաքական գործունեությամբ զբաղվել նշանակում է մասնակցել ընտրությունների, առաջադրվել որպես համայնքի ավականու տեխնացու, ազգային ժողովի падգամավորի տեխնացու, իրականացնել քարոզ։ Այդ է քաղաքական։ Այսինքն, եթե Բելարուսում մի հայազգի մեկենաս մի շատ հարգարժան մարդ իր սեփական միջոցներով եկեղեցիա կառուցել, վեհապառնել եկեղեցին
օծում է, ոնց որ օծել է Ջերմուկի եկեղեցին, ոնց որ օծել է Վայքի եկեղեցին, օծել է Աբովյանի եկեղեցին, օծել է մյուս երկրներում, որ ամբողջ աշխարհում թեմեր ունի այդ եկեղեցին, որ նորակառույց եկեղեցի է բացում, իր գահակալության շրջանն է, վեհապարը գնա, ինչ տարբերություն իր համար էդի Բելարուսում է, թե որտեղ է, Հայաստանում է, Մոսկվայում է, որտեղ է, վեհապարի խնդիրի եկեղեցի օծը։ Դե ասի չէ, ես չեմ գնում Բելարուս, ես եկեղեցին չեմ օծում, թող հավատացյալները եկեղեցի չգնան, որովհետև Նիկոլ Փաշինյանի մասին Լուկաշենկոն հայտարարել է, ասել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն արել, Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Ու մանրամասը պատմել է, ու այդ գաղտնիքների մասին մենք իմացել ենք, այդ օրվանից Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյի կռվել է, եկեղեցին պիտի մեր պետության դեմ է։ Պետությունը դու ես, մեկ է Նիկոլը։ Կախիտ կապլի տենց պետությունը։ Կաթողիկոսը հայրապետական այցեր է անում աշխարհի ցանկացած կետ, որտեղ կա հայ հավատավորներ եւ որտեղ կա եկեղեցիական տարբեր հարցեր։ Ինչ եք կարծում հայ առաքելական եկեղեցու վեհապարը, ամենայն հայոց վեհապարը, ոչ թե Հայաստանի Հանրապետության վեհապարը, ամենայն հայոց վեհապարը պետք է գնա իր հավատավոր զավակներին տեսնելու, եկեղեցի գնալու, ինչ որ հարցեր քննարկելու։ Ես անկեղծ ասած հարցի իմաստը չէ, այսինքն վեհապարը ձեր կարծիքով պետքա Բելարուս չգնա։ Հա, պիտի, եթե Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանձնարարական է տվել, բոլոր պետական պաշտոնյաները պիտի Բելարուս չգնան, վեհապարն պիտի ենթարկվի Նիկոլ Փաշինյանին, պետական պաշտոնյա է, էլի փաստորեն իր կարծիքով։ Դες մեկ էլ հերոյանն էր, Արմավիրի մարզպետը, որ խորհրդակցություններ ասել, արա ասել, բա վեհապարն ուրա, ասում բայց վեհապարն ի՞նչ կապ ունի, մարզային կառույցի ղեկավար։ Բա հիմա սրանց կարծիքով բանը վեհապարը պետական կառույցի ղեկավարը։ Ու եթե Նիկոլ Փաշինյանն ասել է ոչ մեկը պիտի չգնա, ուրեմն պիտի կաթողիկոսը չգնա։ Ինչ անենք որ դե եկեղեցիա կառուցվի։ Ինքը Լուկաշենկոյի հետ լավ չի։ Թող բան գնա։ Ղազախստան։ Ղազախստանի հետ լավ է։ Արջա, պարոն Վանեցյան։ Թուրքիա։ Հələ մի հատ ասա, թող կաթողիկոսը գնա Թուրքիա։ Այ կլի Նիկոլի մեկ է Պետրոսի աշկի լույսը, այ մարդ այդքան Թուրքիա։ Էրդողանի հետ էլ որ հանդիպեն։ Մի հատ հələ Էրդողանի գրքից էլ վերցնեն։ Մի հատ այդ գրքից էլ հələ որ պարզվի, մեկը փարվի այդ գրքի հետ նկարվի ուղարկի, ասի պարոն վարչապետ, այդ քո նկարից մենք էլ ունենք։ Այդի կլինի ուրիշ բան։ Բայց Բելարուսում ինչի՞ պիտի եկեղեցի կառուցվի։ Եկեղեցիները հակառակը, չէ՞ Պետրոս ջան, պիտի հազեն ադրբեջանցիներին, ինչի՞ պիտի նոր եկեղեցիներ կառուցվի, հայկական եկեղեցիներ կառուցվի։ Անթույլատրելի բանակ։ Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։ Պետրոս, դու ինչի՞ չես եթում տգետների դպրոց, կարաս ինձ ասես։ Այսքան ժամանակ ես քեզ ասում։ Արա բայց աղջիկը ձեր համար է բաց այդ դպրոցը։ Այս վերջերս հենա Արտաշատում դասընթացներ էր։ Սաղ կնանիք էին նստած։ Դպրոցները երևի դասատու չի մնացել, բերել լցել են այդ դահլիճը, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննան, իսկի ռազն չէր գնացել։ Մենակ կռազն էր։ Կռազը մեկ էլ լիքը մեկ գրուզավիկ կնիկ։ Տալը լցել են։ Արա դու էլ գնայիր։ 2 մետր էր Արտաշատը։ Քշեիր այդ այլ մասնակցեր տգետների դպրոց։ Աբա քեզնից լավ տգետ։ Գետայր կասեր, ես տգետ Պետրոսն եմ, տգոսը։ Ու եթե այդ երկիրը այդքան թշնամական է մեզ տրամադրված, Թուրքիայից թշնամական է մեզ տրամադրված։ Թուրքիա գնացել։ Չէ, ներողություն, Թուրքիայից թշնամական է մեզ տրամադրված, Բելարուսը։ Հավասար։ Իսկ ձեր վարչապետը, որ գնում է ուրախ գիրքը Էրդողանի ձեռքը Թուրքիայի նկարվում է ու ասում է, որ թուրքերը SNN են, որ իսլամական աշխարհի կարևորագույն տոնը շնորհավորում է մենակ Ադրբեջանի նախագահին, այդ մենակ Ադրբեջանում էին նշում Կուրան Բայրամը, հա? Մենակ Ադրբեջանը չէ, լավ, պարոն Վանեցյան, ասում եք ճիշտ ասեք։ Թուրքիային էլ, Էրդողանի հետ էլ է խոսում։ Չէ, իրանք մեր հարևանն են։ Դա հարևանություն անել գիտի էլի, պարոն Վանեցյան։ Նիկոլը այնց հարևանություն սիրող մարդ է։ Ասենք կարող է մի օր այդպես հավեսը տա
զանգի ասի Ռեջեփ Թայիփիչ կարող եմ այդ նարդի խաղանք հարևաններով սես պիվան վերցնի Էթանստեն Էրդողանի հետ այդ հարևանություն անեն Զանգի Ալիևին ասի շեֆ ուզում եմ գամ այդ կոշիկները լիզեմ այն էլ ասի հարևանությունը ուրիշ բան է էլի հարևանությունը լավ բան է լավ էլի գիտեք հիմա ով է մեր հարևանը 4000 մարդ կոտորած Ադրբեջանը մենակ հայ լինելու համար վիզ կտրած Ադրբեջանը այո դե մոռացեք էլի պարոն Վանեցյան անընդհատ կբերեք այս մարդկանց քիհիշացնեք այդ պատերազմը այդ զոհերը վիրավորները անհետ կորածները վերջը մենք պիտի բարեկամություն անենք այդ մարդկանց հետ դե չէ Մենք դե կապելաբա ցեղասպանությունը այս արցախցիների բռնի տեղը անոթ է դե չի կարելի էլի դե չի կարելի էլի խանգարում եք չեք թողնում այս մարդիկ խաղաղություն հաստատեն բարեկամություն անեն հարևանություն անեն այս մարդիկ sense մարդիկ են հանկա բերեք ասեք պատերազմ է էլի բռնի տեղահանություն է եղել զոհեր են եղել հետո Չեն թողնում էլի Պետրոս արա դուք խաղաղություն անեք Հայ Պետրոս Մյուս հարցը Դուք գիտեք որ Հայաստանը եւ Ադրբեջանը տեքստ են համաձայնացրել խաղաղության պայմանագրի Դուք որ գաք իշխանություն ընդունելու եք այդ տեքստը թե ասել եք չէ սա վատ տեքստ է մենք ուրիշ մասին է այդ տեքստը խաղաղության համաձայնագրի Ո՞վ է կարդացել այդ տեքստը Տեքստի բովանդակությունը 17 կետով մամուլում ինչ-որ ձևերով դուրս է եկել։ Եվ իրենք ասեն, որ մեծ իմաստով հենց դա է։ Իրանց ասել է, գիտեք, իրանք այնքան բան են ասել, որ չեն։ Լավ, այն ինչ որ գիտենք, այդ դրան։ Հա, բայց ինչը գիտես, այդ 17 կետից ընդամենը 2 կետի մասին գիտենք, այն 2 կետն են գիտենք, որովհետև Ալիևն է ասել։ Այդ 2 կետն էլ անընդունելի կետեր է, որ ու այդ Ալիևը այդ 2 կետից բացի ուրիշ բան էլ է ասել։ Ասել այդ համաձայնագիրը մշակվել է մեր կողմից ներկայացված սկզբունքների հիման վրա, այդ համաձայնագիրը մշակվել է իրանց արտաքին գործերի նախարարությունում, այդ համաձայնագրի մշակման ժամանակ մենակ ադրբեջանական կողմի շահերն են հաշվի առնում։ Այսինքն ընդ 17 կետ կա, երկուսը գիտենք, որ մեր համար անընդունելի է, այն 15-ն էլ արդեն պարզ է, որ պարզ չլներ, որ անընդունելի է, քհրապարակ էին։ Հիմա քանի որ ասում է ադրբեջանական շահերով պայմանավորված Նիկոլ Փաշինյանը մի հատ ղազագիր է ստորագրում, պատրաստա ստորագրի, դու ադրբեջանցիները այդել չեն ուզում ստորագրեն։ Դուք ստորագրեք։ Ասում են ինչը չգիտենք այդ ինչա։ Հա ինչ անենք որ չգիտենք։ Ամեն իմացած բան կստոր։ Հիմա Նիկոլ Փաշինյանն չգիտեն նոյեմբերի 9-ին ինչա գրած։ Կարող է չստորագրեց։ Առանց կարտալու ստորագրեց։ Մարդ ասում է մատ առավոտ եմ ստորագրեմ, մատ իրիկունն եմ ստորագրեմ, մի հատ ստորագրե, հետո իմացա ինչա ստորագրում։ Հիմա ասում է դուք Այն որ չգիտեք ընդ ինչա, պատրաստ եք ստորագրեք։ Էդի Պետրոսն է էլի։ Քաղաքական մեկնաբան Պետրոսը։ Ես կողմ եմ միանշանակ խոսակցությանը։ Ես կողմ չեմ պատերազմին։ Բայց ես վստահ եմ նաև, որ այս իշխանությունները որևէ պարագայում չեն կարող հայանպաստ փաստաթուղթ համաձայնել։ Հիմա դուք այդ փաստաթուղթը, որ Եթե հայանպաստ փաստաթուղթ լինի, պետքա նախ հիմա կարծիք հայտնել ինչ որ մի բանի մասին, որը չենք տեսել այլ։ Պարոն Վանեցյան ջան, մի փաստաթուղթ, որ Ադրբեջանը մշակել է, եւ ասում է, խոստովանում ասում է, որ հայկական կողմի ոչ մի պահանջ, ոչ մի առաջարկ չի ընդունվել, իրանց պահանջներով գրված փաստաթուղթ է։ Դա ոնց կարա հայկական կողմի շահերը արտահայտի, որ դուք էլ մտածեք, դա պիտի հաստատվի, թե չհաստատվի։ Պետք է այդ փաստաթուղթը այսպես փաթաթես 10 Պետրոսի ձեռը, Պետրոսին է 10 տանանա, էթա պրզնի, Պետրոսը մի րոպե, նորմալ է ասենց, ես չապը, Ես ասում ընդունենք են ինչ-որ հրապարակային գիտ չեմ կարող ես դա ընդունել, դուք հիմա ինձ կոնկրետ հարց եք տալի, գաք իշխանության, դա ստորագրելու եք, Թե չեք ստորագրելու։ Տեքստ չկա, ոչ մեկ չի դե։ Դա ասում է, հիմա չեք տեսա, իմ ամեն տեսած բան պիտի ստորագրեք։ Գալիս եք իշխանության։ Հիմա դուք պիտի տեքստերը կարդաք, նոր ստորագրեք, հա։ Այ քեզ բան։ Հենա հալա չի մեր Նիկոլը, առանց կարդա ստորագրում է։
Իսկ ինչու դուք չեք ուզում այս անգամ դաշինքով գնալ, ինչու եք որոշել միայնակ գնալ։ Ախ, քո ինչ գործ։ Իվան Ժենիցա, Նիժենիցա։ Մարդիկ կուսակցություն են, կուսակցությունիկն է որոշում։ Առանձին մասնակցի, դաշինքով մասնակցի, ում հետ դա։ Ինչու չեք ուզում դաշինքով։ Քո ինչ գործն է։ Կարող է մտել հիմա այդաս իրանց դաշինքի կամ կուսակցության ցուցակի երկրորդ համարը գերվես մտել իրանց խայտարականես։ Անկոց հավեսի չնեք դες բանանիկ պարոնովանեցան։ Հայրենիք կուսակցությունը առանձին կուսակցություն է, առանձին քաղաքական միավոր է, այն ժամանակ քաղաքական իրավիճակը այդպես էր, կուսակցությունը նման որոշում է կայացրել եւ այն ժամանակ եղել է իրավիճակային դաշինք, պատերազմից հետո խայտարակ վիճակ, որևէ մեկը պատրաստ չէր, որոշում է կայացվել գնալ դաշինքով, հիմա մեր կուսակցությունը, ես հայրենիք կուսակցությունը որոշում է կայացրել որոշություններին։ Ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ հիմա փաստացի դաշինքը չկա։ Իհարկե չկա։ Ես երբ որ մանդատը վայր եմ դրել, իմ հայտարարության մեջ գրված է, որ պատիվ ունեմ դաշինքը դե ֆակտո եւ դե յուրե դադարում է գոյություն ունենալ։ Այն Իշխան Զաքարյանն էլ բան, հա, սովետական միլիցիայի նվերն էր Անտառամեջ գյուղի հասարակությանը։ Դրան էլ պետք թողիկ մեզի նվեր, դու էլ թողեք գնացիք։ Շատ լավ նվեր էր։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը հայրենիք կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանն էր, մենք հանդիպենք ցեսություն։ Հաջողություն։